Հասկանալով, որ մեղրի բաղադրության հիմնական տոկոսը մեծ տոկոսը կազմում է գլյուկոզան, ֆրուկտոզան, իսկ դա ընդհանուր շաքարների կամ ընդհանուր մեղրի մոտ 75%-ն է։ Ընդհանուր մեղրի բարունակության մոտ 75%-ը հարգելի հայրենակիցներ, դա գլյուկոզան ու ֆրուկտոզան է։ Մարդու մեջ դիաբետների մոտ, դիաբետ ունեցող մարդկանց մոտ ինչ չի կարելի իրանց գլյուկոզա։ Հիմա ձեզ ասեմ, թե ինչպես է մեղրը ուտելիս ինչա տեղի ունենում մեր օրգանիզմում։ Երբ որ մենք ուտում ենք մեղր ասելով միշտ նկատի ունեմ աշխարհի ամենաբարձրորակ մեղրը, որոնց խմբին է նաև պատկանում հենց իմ մեղրը։ Այս մեղրը ուտելուց հետո գլյուկոզան անմիջապես արյան միջոցով ստամոքսից անցնում է, կներեք, անմիջապես ստամոքսի միջոցով անցնում է դեպի արյուն եւ մարդուն պետք է ինսուլին, որպեսզի գլյուկոզան արյունից տեղափոխի, ուրեմն որպեսզի բջիջներ եւ մարդուն էներգիա տա։ Իսկ ֆրուկտոզան ստամոքսից չի գնում արյուն, ֆրուկտոզան միշտ պահուստային էներգիա է եւ կուտակվում է լյարդի մեջ գլիկոգենների տեսքով։ Եթե գլյուկոզան էլ է շատ լինում, նա էլ է կուտակվում համ լյարդի մեջ գլիկոգենների տեսքով, համ մկանների մեջ գլիկոգենների տեսքով։ Իսկ ֆրուկտոզան միշտ գլիկոգենների տեսքով կուտակվում է լյարդում, այսինքն ֆրուկտոզան դա պահուստային էներգիա է։ Եվ շատերը, երբ որ մտածում են, ասում են մենք երևի այնց մեղր գնենք, օրինակ ակացիայի մեղրը, որի մեջ գլյուկոզան ասենք թե 25%-ա, ֆրուկտոզան էլ 50, ենթադրենք այդպես է։ Ասում է դիաբետով ունեցող մարդը մտածում է, որ 25%-անոց քիչ գլյուկոզա ունեցող մեղրը իրան օգուտ կտա, այսինքն շատ վնաս չի տա, որովհետև ֆրուկտոզա է, չէ՞ մի մասը։ Հիմա եկեք հասկանանք ինչ է տեղ ունեցում։ Ենթադրենք գլյուկոզան քիչ է, շաքարը քիչ է բարձրացնում, ֆրուկտոզան գնում կուտակվում է լյարդում գլիկոգենների տեսքով։ Հետո ինչ է լինում դա, երբ որ մարդուն նորից էներգիա է հարկավոր լինում, լյարդը անմիջապես այդ գլիկոգեններից նորից սինթեզում է գլյուկոզա եւ նորից մարդուն պետք է ինսուլին։ Այսինքն ձեր կուտակած ֆրուկտոզան վերջի վերջով վերածվելու է գլյուկոզայի եւ նորից ձեզ պետք է լինելու ինսուլին։ Այսինքն մեղրի բաղադրության մեջ գտնվող այդ երկու կարևոր շաքարները վերջի վերջով վերածվում են, մեկը դե գլյուկոզա, մյուսը վերածվում է գլյուկոզա, մնացած բոլոր շաքարներն են վերածվում, մալտոզան օրինակ ստամոքսի միջոցով չի վերածվում պարզ շաքարի, մալտոզան բարակ աղիներում մալտազա ֆերմենտի միջոցով նորից վերածվում է գլյուկոզայի եւ մարդուն էլի պետք է ինսուլին։ Դրա համար այդ պարզ լոգիկայից, այդ պարզ հասարակ տրամաբանությունից ելնելով բժշկական տեսակետից շաքարային դիաբետ ունեցող հիվանդներին մեղրը հակացուցված է։ Բայց երբ որ գնորդը զանգում է ինձ, ասում է, իսկ ձեր մեղրը մաքուր է, որովհետև մենք շաքար ունենք։ Ես ասում եմ, իմ մեղրը կապ չունի ստեղ, ծառի փչակի մեղրն էլ, աշխարհի ցանկացած մեղրն էլ, ձեզ չի կարելի բժշկական տեսակետից ելնելով, որտև պարունակում է գլյուկոզա, նույնիսկ ֆրուկտոզա վերջի վերջո պետք է վերածվի գլյուկոզայի, ինքը լյարդը դա սինթեզելու է։ Բայց ասում եմ նաև հավելում եմ, ասում եմ, բայց եթե տվյալ շաքարայով դիաբետով հիվանդը ամեն դեպքում ուզում է քաղցր ուտի, պետք է մի բան գտնի ուտի, ավելի լավ է մեղր ուտի, բնական շաքար ուտի, որտեղ մեղրը դա բնական շաքար է։ Այդ տեսակետից ելնելով ուրեմն դիաբետով հիվանդներին մեղր չի կարելի բժշկական տեսակետից ելնելով։ Ինչ ուզում ասեն, բայց ասում եմ մենք գնորդներ ունենք, շաքարով հիվանդ գնորդներ ունենք, սենց ուտում ու լավանում են մեր մեղրը։ Լիքը մարդ կա, տենց ես էլ եմ ասում, 17 տարեկանում ես էլ եմ նման բաներ ասել, բայց ես հիմա 17 չեմ։ Ես ամաչում եմ իմ ասածների համար։ Հարգելիներս մի բան մի ասեք այսօր, որ վաղը ամաչելու եք դրա համար։ Չհասկանալու արդյունքում էի ասում, չկարդալու, չիմանալու, գուցե այն ժամանակ, երբ որ ես 17 էի, նույնիսկ ինտերնետ ընդհանրապես գոյություն չուներ։ Ախր նույնիսկ ինձ հարց տալուց շատերը կարաք մի հատ այդ նույն հարցը, այդ պարզ հարցեր կան այնտեղ, օրինակ մեղրը, ձեր մեղրի մեջ շաքար կա, ասեցի փնտրեք մի հատ այդ ChatGPT-ին հարց տվեք, մեղրի մեջ շաքար կա, թե չկա։ Այնքան պարզ հարցեր են։ Նրանք հաստատ չեն խաբի, եթե ես նույնիսկ խաբեմ էլ ձեզ, ChatGPT-ին ձեզ չի խաբի, կամ Gemini-ին։
արհեստական բանականության այս հզոր դարում, հասկանում եք հարգելիներս, ոչ մի բանական ուրեմն եւ արհեստական եւ բնական բանական էակ ձեզ չի ասի, որ դիաբետով ուրեմն դիաբետ ունեցող մարդուն շաքար կարել մեղր կարելի է։